Բարև ձեզ հայր ջան, այսօր ես կպատմեմ Անդոկ Սյունեցու մասին, նրան Պապ Թագավորի մասին պատմելուց ես չեմ կարող նաև չանդրադառնալ հենց Անդոկ Սյունեցու մասին, նա հայոց քաջամարտիկ ու հայրենասեր արքայի աշակերտորդի կառավարման ժամանակաշրջաններում 350-ից 368 թվականներին տարակազմիկ էր և հայոց պատմության համար շատ ուրույն տեղ է ունեցել, նա եղել է Աշակ երկրորդի անելը, Փառանձեմ Թագուհու հայրը և այդ ժամանակաշրջանի պատմության ուսումնասիրությունները թերիկ կլինեին, եթե անդրադարձ չարվեր նաև քաջ ու հայրենասեր մի իշխանի սյունած տանուտեր հայոց պարապետ Անդոկ Սյունեցու մասին, որ նաև հայոց արքայի աներն էր։ Համաձայն Ղևոնդ Ալիշյանի Սյունյաց քաջնահապետ Վաղինակի և Աղձնիկի Բակուր Բդեշխի դստեր որդին էր։ Նա Վաղինակի սպանությունից հետո ժառանգում է ոչ միայն Սյունյաց տանուտերությունը, այլև ամրապնդում է իր դիրքերը ու իշխանությունը հայոց երկրում։ Անդոկի եղբայրն էր Փիսակ Սյունին, որը դավաճանեց Տիրան արքային 338-ից 350 թվականներին, այդ պատճառով արքան գերվեց ու կուրացվեց։ Անդոկ Սյունին հայոց ամենաազդեցիկ ու ամենազորեղ իշխանն էր։ Սյունյաց նախարարական տոհմը համաձայն զորամնամակի հայոց բանակին տալիս էր 19800 հեծյալ։ Սյունյաց իշխանները նաև հսկում էին Պարսկաստանից դեպի Հայաստան միջնաշխարհ տանող ճանապարհը։ Անդոկը միաժամանակ հայոց հարավային կողմից Աղձնիկ բդեշխության պաշտոնն էր վարում։ 350-ական թվականներին Անդոկ իշխանը նստավայրը Տիգրանակերտ քաղաքն էր, նա հսկում էր հայոց հարավային մուտքերը և ամուր պատվար էր ստեղծել մեծ հայքի թագավորության նկատմամբ պարսկական ոտնձգությունների դեմ։ Անդոկ Մամիկոնյանների փեսան էր, ամուսնացել էր Վաչե Մամիկոնյան պարապետի դստեր հետ։ Մամիկոնյան իշխանուհին Անդոկ պարգևեց Բաբիկ, Սամ և Վաղինակ որդիներին, Փառանձեմ դստերը։ Սյունյաց իշխանը սերտ համագործակցում էր նաև կամսարականների հետ։ Գուցե դրանով էր պայմանավորված Անդոկ իշխանի ընդգծված հռոմեականությունը և հակապարսկական դիրքորոշումը, սակայն միաժամանակ նա հայրենասեր այր էր ու հայոց պետության հենասյուներից մեկը։ Հայտնի չէ Սյունյաց զորեղ իշխանի ծննդավայրը և ծննդյան թվականը, հայտնի է միայն, որ նրա օրոք Սյունյաց իշխանությունը Շաղատ գյուղաքաղաք էր։ 338 թվականին Խոսով II Կոտակ հայոց արքային 331-ից 338 թվականներին մահից հետո Անդոկ Սյունին արշավիր կամսարական իշխանի հետ դարձավ մեծ հայքի խնամակալ։ Նա գլխավորեց հայոց նախարարների մեծ դեսպանությունը դեպի հռոմեացիների երկիր, ուր ապահովեց հայ-հռոմեական դաշինքն ու արքայազն Տիրանի գահակալությունը։ Նույն 338 թվականին Տիրան արքայի հրամանով Անդոկ Սյունին վարել է հայոց պարապետության պաշտոնը։ Տիրան արքայի կուրացումից ու գահազրկումից հետո Անդոկ Սյունին 350 թվականին Ոսխայի ճակատամարտում որպես հայոց զորքերից պարապետ ջախջախեց պարսկական բանակին ու ապահովեց իր փեսայի Աշակ երկրորդի արքայի գահակալությունը երկրում։ Նա բազում ճակատամարտեր է շահել պարսկական զորքերի դեմ, հետագայում օգտագործելով իր դիրքն ու ազդեցությունը խոչընդոտեց Աշակ երկրորդի և Շահպուհ երկրորդ մեծացման քաղաքականությամբ հայոց երկրի արտաքին քաղաքականությանը ուղղելով դեպի Հռոմի հետ մերձեցման։ 353 թվականին Անդոկ Սյունին ներսեց Պարթևի ուղեկցությամբ Կեսարիայի ուղեկցում և օծել տվեց որպես հայոց կաթողիկոս ներսեց շնորհալուն։ Նա քաջ ու հմուտ
զորավար էր և միշտ պատրաստ էր ծառայել հայրենիքին, պատվի ու արքային, և նրա զայրույթը հաճախ էր զգացել թշնամին իր մաշկի վրա։ Պատմիչները հետաքրքիր դրվագ են հաղորդում անդոկ կյանքի մասին։ Պարսից շապու երկրորդ երկարակայցը 309-372 թվականների կալության տարիներին արքան դեպի Միջին Ասիա Քուշանց դեմ արշավանքից առաջ աշխարհաժողով է գումարում և դաշնակից բոլոր պետությունների ներկայացուցիչներին հրավիրում իր Տիզբոն մայրաքաղաք միասին քննարկելու արշավանքի մանրամասներով նախապատրաստվելու արշավանքներին։ Հայոց աշխարհը Պարսից արքունիքում դեսպանի կարգավիճակում ներկայացնում էր Սյունյաց տերը, որ Տիզբոն էր ժամանել 1700 հեծելազորով։ Շապուհը չէր սիրում հպարտ ու գոռոզ սյունեցում։ Այդ իսկ պատճառով կարգադրում է, որ ընդունելության խնջույքի ժամանակ անդովք իշխանը բարձր դնեն ամենավերջում, իրենից շատ հեռու, մինչդեռ հնամենի կարգի համաձայն հայոց աշխարհը ներկայացնող արքայի կամ իշխանի բարձը պետք է դրվեր արյաց արքայի կողքին աջ կողմում։ Շապուհի որոշումը մեծ վիրավորանք է ուղեկցում ոչ միայն Սյունյաց իշխանի, այլև հայոց աշխարհին առհասարակ։ Նման վիրավորանք հայոց արքայի դեսպանը հանդուրժել չկարողացավ, նա պարտավոր էր պատժել, այն էլ շատ խիստ պատժել մեծ հայքի հասցված վիրավորանքին։ Ոչ խնջույքի ընթացքում անդովքը չօգտվեց արքայական ճոխ հյուրասիրությունից։ Հաջորդ օրը, երբ Շապուհի արքայից արքան պետք է պարսից և դաշնակիցների զորքեր առաջնորդեր դեպի Քուշանց անապատներ, նրան է մոտենում անդովք իշխանն ու դիմում, որ ինքը հայոց երկրից սպասում է սպառազեն հայոց այրուձիուն Գալստյանը, և քանի որ հայոց զորքերը ուշանում են, ստիպված է մնալ մայրաքաղաքում և սպասել օգնական զորքերին։ Շապուհը ուղարկում է, քանզի այդ պատերազմում հայոց այրուձիուն աջակցությունը կարիքը շատ էր զգում Շապուհը, նա թողնում է անդովք սյունեցուն Տիզբոնում և նա գնում է հարձակվելու քուշաների վրա։ Այս ամենից անդովքը օգտվում է և Տիզբոնը հրո ճրագ է դարձնում այն ու հեռանում Սյունյաց երկիր, վերցնելով իր հետ Շապուհի գանձարան։ Այս հարվածն այնքան ծանր է պարսից հզոր տերության ինքնության ու պատվին, որ դեպքից դեռ տասնյակ տարիներ անց պարսից արքաները արքունիքի դիմաց մոխիրով լի սանդեր էին դնում, և պարսից հերարձակ կանայք ճիպոտահարելով, ծեծելով սանդի մոխիրը անիծում էին, որ Սյունյաց անդովք իշխանը տունը մոխիր դառնա։ Անդովք Սյունին իր փոքրաթիվ ջոկատով արեց այն, ինչ չէր հաջողվել անել պարսից հզոր երկրների ոխերիմ թշնամիների մեծ բանակներով։ Այսպիսով լուծելով հայոց երկրի հասցրած անարգանքի վրեժը, Սյունյաց իշխանը պարսից երկիր անհամար գանձերով վերադառնում է Սյունիք ու պատրաստվում ահեղ պատերազմի։ Նա պարսից արքունիքական գանձերը լցնում է իր իշխանասի շախտի եկեղեցին, ապա հրամայում եկեղեցին ծածկել հողով, այն դարձնելով բլուր։ Շատ չանցած պարսից մեծաքանակ զորքերը պաշարում են շախտի հերթը, ամիսներ տևած ծանր մարտերն ու պաշարումը անօգուտ էին Շապուհի համար։ Անդովք իշխանը հանգամանորեն պատրաստվել էր այս պատերազմին, և պարսից զորքերը հուսահատ ձեռնունայն հետ են գնում հայոց երկրից։ Իսկ անդովք իշխանը, որպես առիթ չտա հայ-պարսկական նոր պատերազմի և հարաբերությունների սրման, հեռանում է հայոց երկրից, հաստատվում հռոմեական կարծության տարածքում։ Նա իր հետ տանում է նաև իր բաբիկ որդուն Հռոմում, անդովք Սյունու նաև այնտեղ պատանդ է լինում, պապ արքայազնը դառնում է նրա խնամակալը։
Փաստորեն Անդովկը եւ Պապի հոգեվոր հայրն ու դաստիարակն է լինում Սյունյաց հպարտ ու հզոր իշխանն է իր թոռան հոգում ներարկել էր սերը հայրենաց նկատմամբ, նաև ազդել նրա կրոնական հայացքների վրա։ Պատմագիտության լռում է Անդովկ Սյունեցու քրիստոնյա էր, թե ոչ, կարծում են հեթանոս էր։ Հեթանոս էր նաև հպարտ Սյունեցու չքնաղ դուստրը համարում են հեթանոս փառանձեմ թագուն հայ կղերանք պատմիչները բանսարկու մեղադրանքների տարապ հղելով հայոց դժխուհի հասցեին։ Նաև գրում են, որ նա դեռ օրորոցից իր որդին Պապին նվիրել էր դևերին, քանի որ կղերականները դևեր ասելով նկատի ունեին ցեղապաշտ հայ հեթանոսների փառանձեմը Սյունյաց իշխանադուստրը եւ հայոց թագուհի ըստ երևույթի հեթանոս էր, ինչը քիչ հավանական կլիներ, եթե քրիստոնյա լիներ նրա հայրը Անդովկը։ Պապ արքայազնը հեռու լինելով հայոց երկրից ու արքունիքում գտնվելուց հռոմեական գերության մեջ այնտեղ իր պապի ազդեցության տակ էր։ Գուցե հենց դրանով է պայմանավորված հայոց զորեղ արքայի հետագա քաղաքական կուրսն ու քաղաքականության հայ առաքելական եկեղեցու նկատմամբ։ Ես սա ճիշտ չեմ համարում որոշ առումներով, նաև ես ավելին ուսումնասիրում եմ երկու տարբեր ճյուղեր եւ չեմ կարող ասել հստակ ասել թե ինչ ուղղվածություն ունի կրոնական առումով Պապը, բայց պետական առումով նա շատ գործեր է արել, այդ իսկ պատճառով համարել նրան հակահայկական ես չեմ կարող, ընդհակառակը ավելի հայկական շահերն է հետապնդել նա եւ կարողացել է միավորել ամբողջ մեծ հայքը, այդ իսկ պատճառով ես նրան չեմ կարող համարել հակահայկական, այ հայոց եկեղեցու առումով ես ոչինչ չեմ կարող ասել իմ ուսումնասիրություններից, նաև մի բան էլ կարող ավելացնեմ, որ որոշ տվյալներով հենց Անդովկ իշխանն է Պապ թագավորին կամ Պապ արքայազնին տանում Հռոմի կայսրություն, առաջին պաշարման ժամանակ փառանձեմը երբ որ կարողանում է դուրս գալ պաշարումից եւ հեռանալ շապուհի զորքը եւ այդ գործընթացները ոնց որ համընկնում են Քուշաների հարձակումը եւ այդ ժամանակ է ըստ ինձ եղել եւ Անդոկ իշխանը հենց այդ ժամանակահատվածում է իր վրեժխնդրություն իրագործել, նաեւ որոշ տեղեկություններ կան, որ իր եղել է 7000-անոց կամ 10000-անոց այրուձին եղել է հենց Պարսկաստանում եւ պարսիկներին օգնել է ապստամբություններին դեմ դուրս գալուն եւ երբ որ Քուշաների ապստամբությունն է լինում Անդովկ իշխանը այնտեղ էլ Պարսկաստանում է լինում եւ իր բանակը բաժանում է երկու մասի, առաջին մասով նա գնում է Տիզբոն, այնտեղ շատ են ուրախանում, սա երկրորդ տեղեկությունն է, որ ես հայտնում եմ։ Տիզբոնում շատ են ուրախանում, որ Անդովկ իշխանը եկել է օգնության պարսիկներին, այսինքն սիսական զորքն է եկել օգնություն պարսիկներին եւ նրանք սրտանց ընդունում են Անդովկ Սյունեցուն եւ չեն էլ պատկերացնում, որ նա այդպիսի հարձակում կգործի Տիզբոնի վրա եւ Տիզբոնը հրի ու սրի կմատնի եւ շապու արքայի գանձերով կհեռանա Պարսկաստանից դեպի Հայք եւ այնտեղից նաեւ որոշ տեղեկություններով Պապին է վերցնում Փառանձեմի մոտից եւ տանում
հռոմեական կայսրություն, որպեսզի այնտեղից օգնություն խնդրի շապուրի զորքերի դեմ դուրս գալու համար եւ հետագայում Անդոկ իշխանը այնտեղ մնում է եւ այնտեղ իր մահկանացուն է կնքում եւ այսքանը շնորհակալություն դիտելու համար բաժանորդագրվեք եւ ավելի հետաքրքիր պատմություններ կպատմեմ հայ իշխանների կամ հայոց պատմության մասին։ Շնորհակալություն դիտելու համար։